Ելենա Արշակյանի «Հարսնաձորի լեգենդե» հեռուստասերիալում Վրամը որոշում է գնալ Սոնայի հոր ամառանոց, հույսով, որ կկարողանա տեսնել Սոնային, խոսել նրա հետ և պարզել, ինչու է նա հեռացել, արդյոք իրականում հրաժարվել է իրենց սիրուց, սակայն արդեն ուշ է, Սոնան այնտեղ չէ։ Աբոն, ի կատարումն դստեր խնդրանքի, պահպանում է հանգստություն և հնարավորինս հավասարակշռված վերաբերմունք է ցուցաբերում Վրամի նկատմամբ։ Վրամն անկեղծ ասում է, որ ինքը ոչ մի դեպքում ինքնակամ չի հրաժարվի Սոնայից։ Աբոն էլ պատասխանում է, որ հենց Սոնայի այս քայլը երկրից մեկնելը արդեն իսկ նշանակում է, որ նա հրաժարվել է իրենց հարաբերություններից, սակայն Վրամը պնդում է, որ ինքը այդ խոսքերը պետք է լսի միայն Սոնայից անձամբ, միայն այդ ժամանակ կկարողանա ինչ-որ բան ընդունել։ Այս ընթացքում Սաքոն նկատում է, որ Վրամը չի ներկայացել աշխատանքի և սկսում է հետաքրքրվել, որտեղ է նա։ Արմոն շտապում է իրավիճակը շահարկել ու ասելով, թե միգուցե Վրամը Սոնայի հետ է, հատուկ կերպով փորձում է Սաքոյին հունից հանել։ Սաքոն ակնհայտ զայրանում է այն մտքից, որ Սոնան կրկին ներկա է իրենց ընտանիքի կյանքում, սակայն իրականում Արմոն շատ լավ գիտի, որ Սոնան երկրում չէ, պարզապես դիտավորյալ մանիպուլացնում է Սաքոյին իր նպատակներին հասնելու համար։ Քիչ անց Սաքոն և Աբոն հանդիպում են, և Աբոն ասում է, որ ինքը պահել է խոստումը և իր դուստրը հեռացել է երկրից Վրամի հետ հարաբերությունները խզելու նպատակով, բայց Վրամը կրկին եկել է իրենց ամառանոց Սոնային տեսնելու։ Սաքոն հասկանում է, որ Վրամը փաստորեն բոլորի մեջքի հետևում ցանկանում է Սոնային իրենով անել։ Սերիալում հայտնվում է նոր կերպար՝ Միքոն, Հայկի եղբայրը, ով երկար տարիներ բացակայ էր և հիմա վերադարձել է Հայաստան։ Միքոն հայտնվում է Հայկի տանը և առաջին իսկ պահից ագրեսիվ տոնով է խոսում եղբոր հետ։ Նրա պահվածքը, խոսքի ձևը, ինտոնացիան անմիջապես հուշում են սրանով նոր բացասական կերպար է հայտնվել և նրա ներկայությունը խոստանում է լարված ու դրամատիկ զարգացումներ։ Սակայն սերիայի վերջում տեղի է ունենում երկար սպասված պահը, Հայկն ու Նարեն հանդիպում են։ Շատ հուզիչ ու լարված պահ է։ Հայկը այլևս չկարողանալով զսպել իր զգացմունքները, անում է այն, ինչից մշտապես խուսափել էր։ Նա սիրո խոստովանություն է անում Նարեին։ Նարեն մի պահ քարանում է, նրա աչքերը լայն բացված են, նա զարմացած է ու շոկի մեջ է, նրա սիրտը արագ է ձարկում, և այս պահը կարող է դառնալ շրջադարձային ոչ միայն նրանց հարաբերությունների, այլև ամբողջ պատմության համար։ Հարգելի հետևորդներ, արդյոք ճիշտ է, որ Նարեն իմանալով, որ իր հայրը սպանել է Հայկի հորը, սկսի սիրային հարաբերություններ կառուցել նրա հետ։ Գրեք մեկնաբանություն։ Մար լսի շուտ 3 հարց եմ տալի, դու շուտ պատասխանես։ Հա, ասա։ Քո սիրած գույնը, Ասել։ քո սիրած օրվա ժամը, Օրվա ժամը Հա։ 12։ այսինքն 12-ը որ մեկը։ Օրվա ժամ։ Այդ հիշեցի։ Հիշեցի։ Իսկ քո սիրած ուտեստը։ Սպապաս։ Վայ, մոմոյ սարճին եմ սիրում, սպաս։ Բորշ։ Իրականում ուզում եմ ձեզ հետ կիսվել, թե ինչի համար է սկսել գալ մարզասրահ։ Մի օր ուղղակի ինձ պետք է չափել իմ գործատեղը, ես չափեցի և հիմա դա ինքի սարսափելի կիպ 81 սանտիմետր 81 սանտիմետր է իմ բոյի ու իմ կազմվածքի համար շատ է։ Հիմա կասեք ինչի եմ ես գալիս մարզասրահ, հենց դրա համար, որ այս 81-ը գոնե դարձնել 70 մինիմալ իմ նպատակն է, այնպես որ առաջ։ Ես ուզում եմ շնորհակալություն հաղթի հայտնենք թերթը Եմին TV-ին լուսաբանելու համար, մեր նոր նախագծին անդրադառնալու համար և մեր ամուսնական զույգի երկու աստիճանաբանդակը մեզ հետ քաշ տալու համար։ Ահմախ բան ստացվեց, բայց